Մի մեծ խառնարան է բացել հիպերձայնային բալիստիկ հրթիռը, որով հութիները խփել են աշխարհի ամենապաշտպանված օդանավակայաններից մեկին՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդակայանին։ Վնասվել է գլխավոր տերմինալի մերձակայքը կից ճանապարհային ենթակառուցվածքներով, վիրավորներ կան։ Սա առաջին դեպքն է, երբ հութիների հրթիռը հասել է օդանավակայանի տարածք, չեզոքացնելով իսրայելական եւ ամերիկյան հակաօդային պաշտպանության հզոր համակարգերը։ Իսրայելի օդային դարպասը համարվող Բեն Գուրիոնի օդանավակայանը այլևս անվտանգ չէ։ Միջազգային ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները։ Դա բնական է, որ դադարեցրել են թռիչքները։ Իսրայելում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Օդակայանում մնացած հարյուրավոր ուղևորներից շատերը այս մարդու պես էլ չեն զարմանում։ Պատերազմները վաղուց դուրս են եկել ռազմաճակատից եւ գալիս են այնտեղ, ուր սովորական մարդիկ են։ Մեկը եղբոր հարսանիքին շտապող, մյուսը հույժ կարևոր վիրահատության։ Նրանք չկարողացան խոցել հրթիռը, եւ ես բավականին անհանգստացած եմ։ Պետք է Լոնդոնում արդեն լինեի, երեխաներիս կողքին։ Եմենի հութիները կոչ են արել միջազգային ավիաընկերություններին հանուն իրենց ուղևորների եւ ինքնաթիռների անվտանգության դադարեցնել օդային թռիչքները դեպի Իսրայել։